Եվ այսպիսով առաջին կենդանակերպը խոյի կենդանակերպն է, խոյերի վրա բարերար ազդեցություն ունեն ադամանտն ու ֆիանիտը, եւ մետաղներից երկաթը, գույներից կարմիրն ու դեղինը, եւ նա ցանկալի է, որ նրանք տանը միշտ պահեն սխտոր։ Այդ ամենը բարերար ազդեցություն ունեն հենց ձեր վրահայգերի խոյի կենդանակերպի ազդեցության տակ ծնվածներ։ Հաջորդ կենդանակերպը, հարգելի հայրենակիցներ, ցուլի կենդանակերպն է։ Ցուլի վրա բարերար ազդեցություն ունեն կանաչ եւ կարմիր գույները, իսկ քարերից փիրուզն ու շափյուղան։ Նրանք այդ ամենը պետք է կրեն այնպես, որպեսզի շփվի մարմնի հետ եւ չեզոքացնի բացասական էներգիան։ Ինչու եմ կրկին անդրադառնում այս թեմային, հարգելի հայրենակիցներ, հենց խորհրդատվությունների ժամանակ, հենց զանգերի ժամանակ ինձ դիմում են, թե որ քարերը կարող են կրել, որ զարդերը կարող են գնել, այս հաղորդումը հենց նվիրվում է այդ թեմային, որպեսզի հարցնեն, ես միանգամից այդ հողումը ուղարկեմ իրենց։ Քանի որ հաջորդ կենդանակերպը երկորյակի կենդանակերպն է, ինտելեկտուալ նշանն է, երկորյակների վրա բարերար ազդեցություն ունի կապույտ գույնը, տանը թող ունենան սնդիկ եւ կատվախոտ, քարերից ագաթը, խրիզոպլաստը եւ բերիլը։ Այո, պետք է կրեն այնպես, մանավանդ երկորյակների թույլ կողմը դա ձեռքերն են, նաեւ այո, այս ներքին շրջուղիներն են, հենց այդ զարդերը թող կրեն այդ հատվածում։ Խեցգետիկների վրա բարերար ազդեցություն ունեն կանաչը եւ արծաթը, այո, գույնը արծաթ իհարկե, եւ քարերից լուսնակարը, զմրուղտն ու խրիզոբերիլը։ Եվ ահա հաջորդ կենդանակերպը ճոխություններ սիրող առյուծի կենդանակերպն է, այո, այդպես է։ Նրանց վրա բարերար ազդեցությունն են բաց գույները, բայց հատկապես ոսկե գույնը։ Այո, նրանք շատ են սիրում ոսկեղեն, ոսկին հենց նրանց այդ մետաղն է, ազնիվ մետաղ է։ Նաև գույներից շաֆրանը, տանը պետք է ունենան դափնու տերև, քարերից դա ոսկե քարը, ալմաստը, յաղութը, այո, ինչու՞ չէ ադամանդը։ Հաջորդ կենդանակերպը կույսի կենդանակերպն է։ Կույսի կենդանակերպի վրա բարերար ազդեցություն ունեն կապույտ գույնը, իսկ սնդիկը, կատվախոտը, նրանք պետք է ունենան իրենց շրջակայքում, քարերից ագաթը, հասպիսն ու նևրիթը։ Հաջորդ կենդանակերպը կշեռքի կենդանակերպն է, եւ ահա այստեղ կրկին կշեռքների վրա բարերար ազդեցություն ունեն կանաչ եւ կարմիր գույների, բայց բաց երանգները, քանի որ երկու կենդանակերպերում էլ կշեռքում էլ ցուլի կենդանակերպում ղեկավարում է Վեներան, այստեղ ուղղակի այդ երկու գույների բաց երանգներն են գերակշռում, հագուստների մեջ հարգելի կշեռքներն, ամանավանդ աղջիկները, այդ գույների համադրությամբ, եթե դուք կրեք հագուստը, նա ավելի համահունչ կլինի ձեր ներաշխարհի, ձեր աստղաբանական քարտեզի հետ։ Նաև պղինձը, դարչինը պետք է ունենան իրենց տանը, իսկ քարերից փիրուզը, օպալը եւ լազուրիտը։ Եվ կարող են կրել այդ քարերը, որպեսզի մանավանդ կշեռքի կենդանակերպը այս գոտկատեղից ներքևն է նրանց գոտիներում այդ գույների համադրություն շատ գեղեցիկ կլինի, այո, քանի որ նաև երիկամն է, այդ տարածքում հենց գոտիների հարցում պետք է շատ ուշադիր լինեք, հարգելի կշեռքներ, այդ գույների համադրությունը, այդ քարերով գոտիները ուղղակի կգեղեցկացնեն ձեզ, չնայած դուք միշտ գեղեցիկ եք, ամենագեղեցիկ նշանն է կշեռքը։ Հաջորդ նշանը կարիճի կենդանակերպն է, սեքսուալ նշանն է, այո, սիրում է գայթակղություններ, սիրում է էքստրեմալ վիճակներ, եւ ահա կարիճների վրա բարերար ազդեցություն ունեն դեղին գույնը, նաեւ կրկին պետք է ունենան երկաթ եւ սխտոր իրենց տանը, իսկ քարերից մեղեսիկը, ալ կարմիր նռնակարը, կորալը, անպայման այդ քարերը պետք է ունենան, որպեսզի չեզոքացնեն այդ սեքսուալ, այդ անբարենպաստ էներգիան, այո,
կարիճները միշտ եթե նայում եք գեղեցիկ այդ նկատել եմ այդ աղջիկները կարիճի կենդանակերպի ազդեցության տակ ծնված են, նրանք իրոք շատ գեղեցիկ են, բայց նրանց գեղեցկությունը տարբերվում է քշարկի կենդանակերպից։ Նրանցից այդ Մարսի, Պլուտոնի էներգիան ուղղակի այսպես ճառագում է եւ իրենք որ քայլում են, հնարավոր է ամբողջ մի այսպես խումբ մարդիկ ուղղակի հետևներից նայեն եւ իրոք չկշտանան։ Այո, հարգելի կարիճներ, սիրելի կարիճներ, դե դա ձեր առավելությունն է։ Եվ հաջորդ կենդանակերպը աղեղնավորի կենդանակերպն է, օպտիմիստներ են աղեղնավորներ, բախտը ուղղակի նրանց շատ դեպքերում ժպտում է, քանի որ Յուպիտերն է հանդիսանում նրանց ղեկավարը։ Աղեղնավորների վրա բարերար ազդեցություն ունի մանուշակագույնը, քարերից շափյուղան, խրիզոլիտը, մեղեսիկը, ամիթիստ, այո, եւ այնպես պետք է կրեն, որպեսզի շփվի մարմնի հետ։ Եվ նաեւ, եթե հարգելի աղեղնավորներ դուք բարկանում եք, փչացնում եք ձեր լյարդն ու լեղապարկը, պահպանեք ձեր լյարդն ու լեղապարկը, այո։ Հաջորդ կենդանակերպը այծեղ ջուրի կենդանակերպն է, մի քիչ սառը, քանի որ այո, ամենասառը եղանակները հենց այծեղ ջուրի ազդեցության այդ ժամանակահատվածում են գտնվում։ Նրանց համար բարերար ազդեցություն ունի գույներից նարնջագույնը, քարերից ռուբինը, այո, մուգ եղնջաքարն ու դահանակը։ Հաջորդ կենդանակերպը ջրհոսի կենդանակերպն է։ Ջրհոսների վրա բարերար ազդեցություն ունի գույներից նարնջագույնը կրկին, այո, քարերից նռնակարը եւ ցիրկոնը։ Եվ նաև ջրհոսները թող ուշադիր լինեն իրենց այդ եւ նյարդային համակարգի գործունեությանը եւ ուղղակի երակներին։ Այո, մի քիչ շատ են հանդիպում այս վերջերում, մանավանդ Ուրանը լարված դիրքավորումներով եւ Սատուրնը գտնվում է ջրհոսի կենդանակերպում, այդ հիվանդությունները հիմա ուղղակի հնարավոր է աճ գրանցեն։ Զգուշ եղեք այդ հատվածից, ոտքերից, ծնկներից մինչև ոտնաթաթեր։ Հաջորդ կենդանակերպը առեղծվածային ձկների կենդանակերպն է։ Ձկների վրա բարերար ազդեցություն ունի Ալեքսանդրիտը, ակվամարինը եւ մարգարիտը։ Եվ պետք է կրեք այդ ամենը, հարգելի հայրենակիցներ, հարգելի հետևորդներ, հաճախորդներ, հաջորդ անգամ հենց հարցնեք, թե որն է ձեր գույնը եւ ինչ պետք է կրեք քարերից, այո, այդ քարերը կարող են օգնել ձեզ, նամանավանդ եթե դուք հաճույքով կրեք դրանք։ Դե ինչ ավարտենք այսօրվա հաղորդումը եւ որոշել եմ սկսելու ենք նոր եթերաշրջան, նոր մինի կուրսեր։ Այս հաղորդումների ընթացքում դուք կծանոթանաք աստղաբանության հետ եւ կարողանաք փոքրիկ արդեն ձեզ համար կազմել քարտեզներ եւ ծանոթանալ ինքներդ ձեզ հետ, ձեր ներաշխարհի հետ, հարգելի հայրենակիցներ։ Եվ այսպիսով մի մոռացեք, հարգելի հայրենակիցներ, բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակի վրա, որպեսզի առաջինը իմանաք մեր հաղորդման մասին։ Դե ինչ, ցտեսություն, լավ եղեք։